Բարեգեստոր սերներ, Փաթուտան գաստոր շապատմի եվս դեր մեզի գյաղտվավ և մեզի հավակեց, Վիճարվանգեք մեր թեման, որ գսե ինչպես ուսումնասել աստվածաշունչի մարգարեությունները, այդ թեման ասած ենք 8-րդ տասը, և մարգարեությունները Սամոսներուն մեջ, թե Սամոսն ինչ մարգարեություն է մեզի համար, ադիկան պիցերնենք այսօր, առաջին մասը, ուրեմն միասին աղոթենք Սուրբ Հոգին ներկայությունը խնդրենք, երկնավոր հայր շնորհակալ ենք քեզ մեկը, պարապանենք Սուրբ Անոթ Որդուն մեծ և հիանալի Աստված մնես մեզի համար։ Եվ նա խնդրենք, որ Սուրբ Հոգիոդ առաջնորդես, որպեսզի գայնանք քո խոսքը կարդալ և հասկանալ, և քո խոսքը դյուրացնել և կորզացնել մեր յանքերուն մեջը։ Դու ես մեր Տերը և մեր Աստվածը, Հիսուսի անունով խնդրեցի Փաթուտ համարը, ամեն։ Ուրեմն կարդալու համարն է Հայտնություն 14-րդ գլուխ առաջին համարը։ Կարդանք 14-րդ գլուխ առաջին համարը։ Դեսա որ քարնուգը գայներ էր Սիոն լերան վրա, անոր հետ 144,000 որոնք ունեին անոր անունները և անոր հորը անունը իրեն ճակատներուն վրա գրված էր։ Ուրեմն տեսա որ գսե քարնուկը գայնած էր Սիոն լերան վրա։ Քարնուկը Սիոն լերան վրա, դասնակ որ հիմա մարգարեությունները, որ աս մարգարեությունը գա Սամոսների մեջ է ուդերեն առնված է աս հասկացողությունը քարնուկը Սիոն լերան վրա։ Ուրեմն Սամոսների քիրքը շատ հարուստ աղբյուրն է մեզի համար, ամեն տեսակ, երբ մարգարեություններ և հուսահալություն են ելնելու և ապաշխարության, ամեն ինչ բանի մասին, որ ուզես Սամոսների մեջ գնաց գտնալ։ Բազմաթիվ փորձառություններ կան մարդկային Սամոսները, երբ որ գարտանք, և քանի որ իջել մեղքը պատճառ եղավ մեզի հուսահալության դարապանքի տնելու, ակե ինչպես դուրս կգնանք ելել, Սամոսները մեզի անհամարակ օգնեն, և հատկապես կօգնեն գիտնալու, որ ոչ չափ ուրախություն կա Աստծո խոսքի մեջ, երբ որ Աստծո խոսքը գարտանք, ոչ չափ մեզի դերը հույս կուտա և մեր հավատքը շուտ կզորանա, քանի որ խոստումներ ունի։ Սամոսները շատ խոստումներ ունին, երբ որ սուրբը գարտանք, հատկապես Սամոսները խոստումները մեզի ուրախացնեն։ Աստծո վերջինս է ժամանակվա ժողովրդին դրված է հանձնարարությունը, ինչ որ դրված էր Իսրայել ժողովրդին։ Ինչ է Իսրայելի ժողովրդին հանձնարարությունը։ Ինչ պետք է անել Իսրայելի ժողովուրդը։ Ինչու համար է Իսրայելի ժողովուրդը։ Ինչ պետք է անել։ Ինչ էր, what was the purpose of Israel։ Ինչ էր իրեն պետքը։ Որովհետեւ Աստված ներկայացնել մյուս աշխարհի մարդկության ժողովուրդներում մյուս ցեղերին Աստված ներկայացնել ինչու համար ժողովուրդները Աստծո իրականությունը մոռացած էին գործընծուցած էին իրական Աստվածը ով է եւ Աստված Աբրահամը առավ եւ ինքնին հայտնեց որովհետեւ Աբրահամ իր սերունդով միասին աշխարհի բոլոր ժողովուրդներուն լույս տա ինչու ինչ տեսակ լույս տա Աստծո համար որ ով է Աստված Հիմա Աստված իր ժողովուրդը ունի, վերջին օրերու մեջ նայեն, իր քրիստոնյա ժողովուրդը ունի, ինչու համար ենք մենք, որովհետեւ Աստծո բարի լուրը, որ Հիսուս պիտի վերադառնա, գայնան ժողովուրդներուն բախվել։ Մենք բարապտեղը ասել խաղ չենք խաղար, որ քրիստոնյա լալու։ Դզդիգեն ենք տունդունիկ կխաղանք, այսինքն մեր դունը երթանք, կուտուն երթանք, ասիկը խաղ կխաղայինք մենք տուն չունենք, մենք մամանեն բաբային դունը գաբրեինք, բայց կխորենք, որ եթե օրմը դուն ունենանք, թե այսպես պի զարդարենք, ամես պի զարդարենք, մենք քրիստոնեություն ասանք խաղ չէ, որ կխաղանք։ Ուրեմն մենք կոչում ունենք, արարիչը եդրպակելու և հնազանդելու անոր, Աստծո հնազանդելու գոչ մգա մեզի, վերջին ժողովուրդը, Աստծո վերջին ժողովուրդը, որ երկրիրա պիտի պիտի բացատրե, որ Աստծո ինչպես հնազանդ պետք է ելանք։ Այո, մենք հավատքով կփրկվենք, շնորհքով կփրկվենք, բայց մեր գործերով է, որ վարձատրություն մի դառնենք, վարձք մի գա։ Ուրեմն մենք քահանայապետ ունենք, մեր քահանայապետը
Աստված Մովսեսին ինչ ցուցուց։ Ասեք, ինչ ցուցուց Աստված Մովսեսին։ Երկնային սրբարանը։ Սրբարանը։ Ինչ սա։ Սա ասոր նման համաշին է։ Սա ճիշտ տեսածին պես։ Նույնը շինի։ Նույնը։ Մի շվարիր, սխալ բան չշինես, ինչ որ կեցուցի, ինչու համար։ Սրբարանի մեջ եղած ամեն մեկ գաղկարասի Հիսուսը կներկայացնե։ Հիսուսի գործը այս աշխարհի վրա ամեն մեկ գաղկարասին անդի կներկայացնե։ Եվ նայեք որ հայտնության մեջ նաև կտեսնանք ջրակալույցը կա, ջրակները կան։ Անդի Հիսուս կներկայացնե։ Հայտնությունը ամեն բան Հիսուսը կներկայացնե։ Ուրեմն հիմա մի կարդանք Եբրայեցիս 9:11-15 համարները, ով ունի Եբրայեցիս 19-րդ գլուխ 11-15 համարները։ Եբրայեցիս չէ, Okay, yes, fine. Եբրայեցիս 9-րդ գլուխ 11-15 համարները ասեն։ Բայց երբ Քրիստոս եկավ քալու փարիկներուն քահանայաբեջը ավելի մեծ ու գադարյալ եւ անցերակորց խորանով։ Ուրեմն խորան մգար, որ ժողովուրդը գիտեր, որ Մովսեսը շինեց, բայց հիմա անցերակորց խորանով Եվ քահանայաբեջն ինքն է, այսինքն անով որ այս ստեղծվածներին չէ, ոչ ալ նոխազներու եւ զվարակներու այունով, հաբա իր այունովը։ Նոխազները զվարակները անով օրինակ մնային։ Եկան վերջացավ։ Հիմա ինքը իր այունով եկավ, հաբա իր այունովը մեկ անգամ սրբարանը մտավ։ Սրբարան պետք է ըլլա որ մտնար հավիտենական փրկություն ստանալով, բայց եթե ծուներուն ու նոխազներն այունը եւ երինչին մոխիրը սրսկվելով բնձյալները կսրբեր մարմնի մարդության գոմանե, որչապ ավելի Քրիստոսի այունը որ հավիտենական հոգին ցերկովը իր անձը անարատ պադարակ մատուցանեց աստծո, պիտի սրբեցեր խժմտանքը մեռած գործերեն կենթանի աստվածը բաշտելու։ Այսօր համար ինք նոր ուխտին միշնորդն է, որովհետեւ իր մահը առաջին ուխտի ժամանակը կործված հանցանքներուն կավության համար եղած ըլլալով հրավիրվածները հավիտենական ժառանգության խոստումը առնեն։ Այսինքն Հիսուս սփամելներ, կորզումներների եւ եկավ ըրավ այդ սրբարանի մեջ, եկեղեցին մեջ, ինչ որ Աստված ցույց Մովսեսի որոն է։ Եվ արդեն ասենք, որ ամեն ինչ Հիսուսը կներկայացնի, նրանց իբրև օրինակ կբադահեր, բայց մեզի իբրև խրատ կրվեց, որոնց համար հասած է իր ժամանակի վերջը։ Գորթասեր մեջ գսել, որ անոնք մեզի օրինակ եղան։ Հին դրագարանի մեջ եղած պատմությունները մեզի օրինակ եղան, որ մենք խրատ առնենք։ Եվ մեզի համար խրատ է առնի։ Օրինակը տեսանք, մենք խրատենք ապկենք։ Դավիթ թագավորն ինչպես կվերապրի դաջարի եւ անոր ծառայություններուն, կտեսնանք, որ դա Աստծո ժողովրդի սրտին արձագանքն է, թե ինչ պետք է մեսիաներին համար։ Գիտեք, շատ սիրով եւ ուրախությունով Դավիթ թագավորը ամեն բան պատրաստեց, որպեսզի այդ դաջարը շինվի։ Ուրախություն ուներ, երբ կսել ուրախանան, երբ որ չվայ պիտի գարտան Տերոջի դաջարը երթան։ Գարտան Սամոս 122։ Բանման է Սամոս 122։ Գուրախանայի երբ ինձ գսեին դերը չտունը երտանք, մեր ոտքերը կուտրներու մեջ կայնեցան, ով Երուսաղեմ, Երուսաղեմ այնպիսի քաղաքմը շինված է, որ ինքն իրեն ամրորեն միացած է, ցեղերը դերոջը ցեղերը հոն գելեն, Իսրայելի Բատվելացին պես դերոջը անունը զողություն մատուցանելու համար, բասնզի հոն կրված են Տադաստանի ատորները, Դավիթի տանը ատորները, Երուսաղեմին համար խաղաղություն խնդրեցեք, թող հաջողեն անոնք, որ քեզ գսիրեն,
խաղաղություն թողնող քու բادرանքներուտ մեջ ու հաջողություն քու բալադներուտ մեջ իմ եղբայրներուս եւ ընկերներուս համար հիմա պիտի ասեմ խաղաղությունը լավ ու մեջը մեր դեր Աստծուն դան համար քեզի հարություն պիտի ուզեմ Այո քեզի բարություն պիտի ուզեմ Հիմա ասում մեջ չգսեք որ տեսանք որ թավի թակավոր բուրախանա երբ որ դերոջ տունը գերտար Իրեն համար ինչու համար բուրախանա երբ որ դերոջ գերտար նայեցեք որ գսեմ որ Թադաստանի աթորներ կան Թադաստան գա այսինքն արդարություն կա Երբ որ տուն քեզի մեղը մեղադրած է եւ տուն անմեղը ես կուզես որ Թադաստան երտաս ու ամեղություն մեջտեղ ելնես չդակե Թադաստանը անմեղին համար լավ բան է քանի որ անմեղությունը մեջտեղ ելնե Ուրեմն դերոջը դունի մեջը Թադաստան գա անոր մեջը գսե խաղաղություն խնդրեցեք դերոջը տունը խաղաղություն գա մերսի դեր մեջը խաղաղություն կփեր Աստված Եթե ցեզ յետևը եղած է ալեգոց օրմը, որ մեղության մեջ եք, ցեզերից խաղաղություն չունես, իրը բայթի գսեն, ջայթիս լեղուտել եք, որ չակ կուզես այդ խաղաղությունը կասի դիտ մեջը։ Եվ հոս տերոջը դունը խաղաղություն կա, հաջողություն կա։ Տերոջը հետ հաջողություն կա մեզի համար։ Առանց Աստծո մեջ հաջողություն չունի։ Ապահովություն կա, խոհապահություն կա, հարություն կա տերոջը դունը։ Այս ամենը Հիսուսը կներկայացրել մեզի համար։ Երբ որ Հիսուս ունի, այս ամենը մեր կյանքի մեջ կա։ Հիմա գարտանք այն Սաղմոս 15։ Սաղմոս 15։ Սաղմոս 15։ Ես։ Այո։ Դեր ո բիդի ենակու վրանիտ մեջ։ Ո բիդի բնագի քուսու լերանդ վրա։ Ամբոր ամմեություն գկալե ու արդարություն գնե եւ ճշմարտություն գխոսի իր սրտեն ամբոր լեզյովը չի զրբարգել ինգերին չարություն չներ եւ իր տրացիին վրա նախադին չի տներ որուն արչեւ անարգված է չարակորձը բաց աստվածաբախները գբադուեն Երթուն գնե իր վնասին ու չի դառնալ, իր արձակը վարձկոր չի դար, ու անմեղին թեմ կաշակ չարներ, ով որ ասոն գնե, հավիդյան բիդի չսարսանի։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն հայտնեն 14-րդ գլուխի մեջը, երբ որ գարտային, հոնա Սիոնի սարմը գար, չէ, Սիոնի լավը գար, Եվ հոն մորտնած կարդուկ մգար, հոսալ կսե որ ով իդի գայնի Ուրեմն ասիոն վերան վրա կսե անոր հետ 144,000 որոնք ունեն անունը և անոր հոր անունը իրենց շագատները վրա կրված Ուրեմն հոս կարդուկը գիտենք որ Հիսուս ինքն է Եվ կարդուկին հետը ուրիշներ ալգան հավատացյանները խումբեր կան Ովքեր են աս հավատացյանները որ պիտի իրավունք ունեն ասիոն վերան վրա գայնելու Եվ ոսկս է, ամոր ամեղությամբ կկավ է, ամոր արդարություն դնե, ամոր ճշմարտություն կխոսի, ամոր լեզյովը չի զրբավ է, չարություն չներ, ուրեմն մենք խոսք ունի կների, անստեղը պնավորություն մգա, որ մենք պնավորություն պետք է ունենանք, պետք է փոխենք, կամ պետք է աստո պնավորությունը մեր մեջ ունենանք, և պնավորության քիծերը ասոնք են, աստվածաբախները գբատվե, աստված պետք է ունենանք, Իր վնասի վրա գսե երթում գնեու չի թարնա, իր արձատը վարձկով չի դար, ամենին թեմ գարշակ չարներ, ով ասում կնե հավիդյան բի չի սասանի, հավիդյան չի սասանին ամիդյան Հիսուսի պնավորությունը ուզես ու մեջ ուտնենան։ Կրաբելին այնովը կպրգվիս և աստո պնավորությունը կու մեջ կներմուծվի։ Ատի շատ կարևոր է, շատ են գսեն, այ ես ապաշխայր եմ, այլս ինչ ալ ընեմ, կարևոր չէ, արդյոք մեղ կործես կարևոր չէ։ Անշուշտ մեղ պիչես կնար կործել։ Կարևոր աստո հնազատ պիտք է ելնաս, երբ որ դավաշխարես, ուզես աստո հնազատ ելնա, կարի դերը կսիրես հիմա, կու խորլագել պիտք կփոխվի, պնավորություն կփոխվի։ 24-րդ Սաղմոստան գարտանք։ 24 Ինչ մը երդայնը կայքրաշտում Երանչում
Սամոս 24 կարտամ, դերոշն է երկիր անոր լիություն աշխարհ անոր բնակիչները, վասնզի ինք անոր հիմերը ձովերուն վրացը գետի զանիգա կելերուն վրա հաստատեց։ Ով պիտի ելնե դերոջը լերը, կամ ով պիտի գնա անոր սուրբ տեղը, նորեն հարցումը գա։ Հիմա հայրություն 14-ի մեջ է տեսա, որ քարնուգը Հիսուս կայներ էր Սիոն լեռան վրա եւ հոն կար 144,000-ը։ Հոս կանայք ով էր ասում, ով պիտի ելներ դերոջը լերը, ապները ով պիտի ելնե։ Այն որ սերկերով սուրբը ու սրդով մակուրը, որ սրդության անստանուկ չեղա, ունենքության երկում չեղա։ Պատասխանը Սամոսի մեջ կտեսան, թե հայտնության քույրի մեջ կայնողները ինչ տեսակ մարդիկ են։ Զանիգա խնդողները թեղ այս է, որ ես խնդողը հաղոպն է։ Այսքան դերոջը նմիրված մեկը։ Ով կմեր գուտի բերը, ցեգու վեսպեցեգ ով այնատը, որպեսի փարաստակավորը մտե, ով է այս փարաստակավորը, զորքերուն դերը, ինքն է փարաստակավորը, ով է այս փարաստակավորը, Հիսուս ինքն է փարաստակավորը, այո։ Հիմա հետաքրքրան է, որ մենք ինչու Հիսուսի պետք ունենք, քանի որ մենք որ չափալ ուզենք մաքուր կյանք ապրել, սուտ չխոսի, քողություն չնել, ինչ որ բավերանքի մեջը գա, անիչնել երբեմն մեջը գինան, սխալ գնենք, ադու համար մենք Հիսուսը պետք ունենք, անանց Հիսուսի չեք կնալ, բոլոր բնավորություն կիզերը, որ հիմա գարտացի, որ մենք պետք է ունենան, անանց Քրիստոսի զորության չենք կնալ, ադու համար Հիսուսը պետք ունենք։ Ուրեմն քարն է, որ մեզի հնարավորություն կտա գայնի Սիոն լեռանը վրա։ Հիսուսը։ Այո։ Ուրեմն երբ որ քարը հաստատված է Սիոն լեռան վրա, սրբարանի մեջ, այսինքն մենք նույնպես կրնանք ներկա Ալլահոն հավատքով մեզ վերակրվողների անոր գադարյալ արդարության շնորհիվ։ Այսինքն Հիսուսի գադարյալ արդարությունը մեզի կվերակրվի, մեր վրան կառնի, ինչպես հագուստը կհագվի, Հիսուսը կհագվի եւ գնա սրբարանի վրա գնալ։ Ուրեմն ինչ հույս կնանք մենք ունենալ առանց Քրիստոսի, ոչ մեկ հույս, առանց Քրիստոսի հույս չի գա։ Կսեմ, որ հոս գայնողները հորը և քարնուգին անունը և անոր հորը անունը իրենց ճակատներում ագա, արդյոք ասանք մադիդով արել են աղլերենով, հայերենով կրել են, ոչ ճակատին մեջ ինչ կա, ինչ կորտաշ է ճակատը, խորուրդը նշանայ, այո, ուրեմն պնավորությունը, այսքան քարնուգին և հորը պնավորությունը իրենց վրա արած են։ Աստո պնավորությունը գնախ, անուն պարը, երբեր ուքս է պարի անուն ունենալը, պարնան ինչ է, անունի մեջի չէ, պարի պնավորության մեջն է, պնավորությունը պարի պետք է լա։ Աստո պարքը իրեն պնավորությունն է։ Մենք պարք ուդա, ինչու համար պնավորության համար, կայմ որ դսենք որ թու պարի, կտած, ողորմած, սիրով հաստած ես, ասոք աստո պնավորություն, ասո պարքն է, ասի է պարքը։ Ուրեմն, ինչպես որ գիտենք, երբ Աստված կներկայանա Մովսեսին, եսե որ հոս ինչ պիտի տնես, 10 բադվիրանքները կտնե իրեն ներկայության նստարանի մեջը։ Այսինքն Աստծո բադվիրանքները անոր հնազանդանալը, այո, անունը գրողները գլան։ Աստծո հնազանդ եղողները, անոր անունը իրենց վրա առնողները գլան։ Երբ այս է այն ուղտը, որ պիտի կնքեմ անոնց հետ, այն օրերից վերջը կսետերը, իմ օրենքներս անոնց սրդերուն մեջ պիտի տնեմ, և անոնց միտքերուն վրա պիտի կրեմ, և գավեցին է անոնց մեղքեր և անոնց անորություններ այլևս չի հիշեմ, Եբրայեցիս 10-ը։ Ուրեմն, որշապա մենք առաջ կերտանք, միշտ պետք ունենք, որ մեր մեղքեր այլևս չի հիշվին։ Չես ուզեր հիշվի։ Գսին ես, որ մերը կեզ անտասը կիդես, տուն այսին չոր ինձի ասան գրիր։ Չես ուզեր, մեկա չենք ուզեր։ Գսենք, որ և ասված գսեր բի չի հիշվի։ Ասիկա օրդություն մն է մեզ համար, որ մեր մեղքերը բի չի հիշվի։ Սամոս 5-ը գարտացինք, չի գարտացինք, Սամոս 5, Սամոս 5, ով ունի Սամոս 5։ 51 Չէ, ադոր թեր չէ ասա, ադոր հաջորդն, ատկի առայ, Սամոս 5, Սանտիս պորուդեն, ունիս, կիրկը, իպսայն կովենան։
Կամուսին, կանչուզես կական, Okay, got it. հացի ես, Այո, ով դեր ագանչ թիր իմ խոսկերուս, միտքդ ար իմ աղագս, իմ վանչելուս սանին մդիկ ըրե, ով իմ թակավորս ու աստվածս, վասզի ես կեզի գաղաչեմ, ով դեր, արդուն բիդի լսես իմ ցայնս, արդուն բադրաս բիդի ըլլամ կեզի ու ըսվասեմ, վասզի թուն անենորություն ուզով աստված չես, չարը քու կովդ բիդի չպնագի, հբարտները քու աչկերուտ արջեր բիդի չգենան, բոլոր աներություն կործողները գադես, սուտ խոսողները գգործնցնես, դերը արինահեղ ունենքավոր մարդեն գզզվի, բայց ես քու ողորմությանդ շադությունովը քու դունդ բիդի մտնեմ, քու վախովդ երգրբակություն բիդի ընեմ, քու սուրբ տաճարիդ մեջ, ով դեր, արդարությունովդ ինձի առաջնորդ եղիր թշնամներուս համար, քու ջամփած շտկե իմ արջևս, վասզի անոնց փերանի մեջ ճշմարտություն չգա, անոնց ներսիտին չարություն գա, անոնց կողորտը փած քերեզման է, իրենց լեզուով նենքավոր եղած ով ասված հանցավոր հանեզանոն, իրենք խորհուրդներով թող ինան, անոնց շատ ամփարշտություններուն համար հալածեզանոն, վասզի քեզի թեմ աբստամբեցան, բայց բոլոր քեզի հուսացողները թող ուրախ ըլլան, հավիդյախ թող ծնծան, վասզի թուն զանոք կը պաշտպանես, եւ քու անունդ սիրողներուն թող քեզմով զվարճանան, վասզի թուն պիտի օրհնես արդարը ով դեր, բարի գամեցողությունով անոր 4 կողմը պիտի բադես, որպես թի վահանով մա։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն հոստային գսե որ հբարտները ու աչքերը դարձել չի ենան, սուտ խոսողները գործընծնես, ասիկա Սամոս 15-ը գսե, չէ, երբ որ հոսքը գարտան, մենք են 5-ին մեջ էսելա գսես գարտան, Այո, պատմություն, հա, 5-րդ համարը գարտան, միայն, Եվ անոնց թերմեն սուտ չգտնվեցավ, վասնզի անտից էին։ Ուրեմն դեստակ որ Սամոսները գսեն, որ ինչ տեսակ փնավորություն ուզե, որ Սամոս երկուն ունենա աստած, ինչ տեսակ չսիրեն, և գդեստակ, որ երբ որ քարմուլը գիտիկա լերանը վրա գսե, որ 144,000 անոնց փնավորությունը, անոնց պերանը սուտ չի գտնվեցավ։ Խոսք գսե, որ սուտ խոսողները գործընծնես, և անոնց որ գիտի փրգվին, սուտ չի գա անոնց պերին մեջը, բայց Հիսուսը հակած է, կայն որ քարմուլը իրենց հետն է։ 4-ը նավրա, կարտան 4-ը, պետք է չէ, թե պետք չի գա։ Չէ, it's okay, լավ է, քանի որ ժամանակը շատ կարճ է, մեր ժամանակը միշտ կարճի վրա է, Ատկեն վերջը, և ուրիշ հրեշտակն դեսա, որ գտրչեր երեքի մեջ և ուզեր հավերական աբելիսը, կարոզելու, բոլոր ցեղերուն, լերներուն, ժողովուրդներուն, լեզուներուն, եւ անիկս էլ ասում են բաղցեք ու փակ տվեք անոր, վասն անոր տադաստային ժամը եկավ երկրպագություն եք անոր ստեղծեց երկինքը, երկիրը, ձողը ու չորիր աղբյուրները։ Ուրեմն ասկևերջը հրեշտակները կսկսին մարդոց կանչելու։ Հրեշտակները աստված պեզի տված է բաղդագանությունը, որ մենք վերջին օրերու ժողովուրդը լալով մարդոց ասենք, որ ապաշխարեցեք, տադաստային օրը եկած է, հասած է արդեն, անգոր ով է մեր աստվածը, ու դրանք գիտենք, որ ով է մեր աստվածը, ով որ ստեղծեց երկինքը, երկիրը, ջուրերը, անոր մեջ եղողները, ասի է մեր աստվածը, ամեն բան ստեղծող են։ Բեղավորներ ազատված են մահեն և ավորություն կստանան գայնելու աստո ներգայության մեջ, ինչպես որ 5 դագայի մեջ, երբ որ աստո ներգայությունը գուքար, գրագը նույնիսկ փոցը զոհը գվարեր և հիշերը գրագի սույնը գլար, գիտեին, որ աստված ներգա է իրենց հետ, ծորեգը ամբի սույնը գլար, գիտեին աստված ներգա է իրենց հետ, վերջին ադեններն մեր հավերագականոց է աստված մեզի հետ ներգա բիգնա, մենք աստո հետ միասի բիգնանք, ասի է էսածը։ Քանի որ աստո քարը մարդու արդար որդին է, մարդու որդի դստի, որ գայնած է անոնց հետ, քարնուգը մեզի հետ գայնած է, մեզի հետ է։
Թողուրակն ապոլոր անոտ որ ապավինած են քեզ, թող սնձան հավիդյան, որտեղ քու բանվանումդ անոսմե է, թող քեզով ուրախանան քու անոնդ սիրողները, Սաղմոս 5:11։ Այս շաբաթ խոսեցանք Եսայի երբեր Եզեկիելի մասը, որ սա ունելիով գսեգրակ արաբերանին թփծուց եւ մաքրվեցավ։ Կումերտը քեզմե մաքրվեցավ ստավաստան։ Աստված է որ մեզի կմաքրե, ամենությունը կվերցնի եւ մեղքը կքավի։ Ուրեմն անիգա գարձականքի աստու ավասիկ ես ինձի լրգե։ Երբ որ մարդ կփրկվի, երբ փրկություն կստանա գաբաշխարը կփրկվի, մեղքերեն գազալի դուզե որ աստու համար ծառայ է։ Կսա հա ես դեր, կործած է ինձի, կեսի համար, քու պարտիկ համար, ինք ուր որ գուզես կրգեն։ Հագարակ մեր թերություններուն, հագարակ մեր կիտապից որ մենք թերություններ ունենք, կադարյալ չենք կայց, աստու արջև, երբ որ գիտենք, որ արդարացված ենք, պատրաստ ենք աշխատելու դերոջ համար։ Եվ ինչպես կնաս ուրիշինս է պրգվի, թե թուն չես պրգված։ Պետք է մեկը պրգված ըլա, որ ուրիշը ասել, որ գիտես պրգվի, աստված քեզի կսիրե։ Շատ ջուրին է։ Եթե թուն պրգված ես, Քրիստոսի պրգություն ունեցած ես քու մեջ, ուրիշին դիցես, որ պիտի վգայես։ Ես պրգվեցայի մեղքերես, ես ասիչ նեղություն ունեի օրինակի համար, ասիչ մեղք կգար իմ սիդիս մեջը, համը ինչ որ գա, ամեն մարդ մի պամը ունի, և աղոթեցի, և դեր ինձի մաքրեց, սրբեց, ես նախանց էի, դերը մաքրեց, ես փարգացվոտ էի, դերը մաքրեց, հիմա չեմ բարգանար, օրինակի համար կսեմ, ամեն մարդ գիտե ինքը իր ունեցածը, և ասիկա գրնաս ուրիշին ասել, Եվ այսպիսով գնանք ասպետ ինգած մոլորագին վրա գսե ուղված անոր վերջին գոչը լուսավորել բոլոր աշխարհը։ Այս գոչը, այսինքն աստվածության գոչը լուսավորել։ Երբ մարդը Քրիստոսի մոտ կուկա անոր սրտի մեջ ցանկություն կարտանա հայտնել մյուսներին թե ինչ թանկագին ընկեր կդածե հանցինը Հիսուսի։ Հրգարար ու սրբակոծող իշխանությունը չի գնա թաքնված մնալ անոր սրտի մեջ։ Պես քիչ առաջ կարոզի մեջ էստա որ ջրակը չես գնա դալը տնել։ Երբ որ լույս կրիստալի չես կնարկնել, եթե մենք հակած ենք Քրիստոսի արդարություն, լցված ենք անոր մեջ բնակվող հոգի ուրախությամբ, մենք չենք կնար լուր մնալ։ Եթե ճաշակած եւ տեսած ենք, որ դերը քաղցր է, մենք պետք է ըսելիք պետք է ունենանք, ինչպես Ֆիլիպոսը երբ կդավ փրկիչը, ամիջապես ըստ մյուսների հրավերել Հիսուսի մոտ։ Վերջավորության համար, հիսուն մենք և ծամոց Ես ունի, աղոտմա ներողության համար, ողորմե ինձի, ով աստված, քու ողորմությանը թամեմատ, քու արատ կտությանը թամեմատ, չնչե իմ հանցանքներս, իմ անարություններես բոլորով ինձիս լղար, ու իմ մեղքես զիս սրտե, բասնզի ես կջանչնամ իմ հանցանքներս, ու իմ մեղքս միշտ իմ արջևս է։ Այն, շնորհակալ եմ։ Եթե չվերջացավ։ Չէ, հավանանում։ Քեզի միայն, քեզի թե մեղանչեցի, և քու արջերուդ արջեր չարությունըրի, որբեսի արդար ըլլաս խոսկերուդ մեջ, ու անարատ ըլլաս հադաստանիտ մեջ։ Ահա ես անօրինությունով ձնա, ու իմ մայրս մեղքով հղացավ զիս։ Ահա թուն ճշմարտություն գուզես երգամուկներում մեջ, ու ձաձուկ տեղը իմաստությունը պիտի հայտնես ինձի։ Զոբայի մշտագով մաքրեզիս, ու մաքուր պիտի ըլլամ։ Զիս լվացունեն ավելի ջերմակ պիտի ըլլամ, ցնծությամբ և ուրախությամբ լեցուր զիս։ Թող ցնծան այն ոսկորները, որոնք կոդրեցիր, իմ մեղքերս երեսը ծածկե, ու բոլոր անօրինություններս չնչե։ Ով ասված իմ մեջս մաքուր սիրտ ստեղծ է, ու իմ ներսիտիս ուղիղ հոգի նորոգ է։ Զիս երեսետ մի ծքեր, ու քու սուրբ հոգիդ ինձմեն մի արնե, քու փրկությանը ցնծությունը ինձի վերադարձու, ու գամավոր հոգեմա թող հաստատե զիս։ Ամփարիչներում պիտի սորվեցնեմ քու ճամփաները, ու մեղավորները քեզի պիտի թարնան։ Ով ասված, իմ փրկությանս ասվածը, փրկե զիս արունահոտենեն, լեզուս ցնծությամբ պիտի խոսի քու արդարությանդ վրա։ Ով դեր, իմ շրթունքներս փած ու փերանս պիտի բատմե քու քովությունդ, վասզի զոհի չես հաճիր,
Ուզես շարունակեմ։ Լավ։ Շարունակեմ։ Թուն ողջագեզի աչես հաջիր, Աստծո զոհը գոդրած հոգին է, գոդրած ու խոնար սիրտը, ով Աստված թուն չես անօրենել, անարգել, քու բարեսիրուդությունովը սյունի բարիք կրե, Երուսաղեմի բարիքները շնե, այն ադեմ պիտի հաջիս արդարության զոհերուն, ողջագեզներուն ու բոլորովին այրված զոհերուն, այն ադեմ քու սեղանիդ վրա զվարակներ պիտի մատուցանեն, ամեն։ Ամեն։ Եթե մեկը չգիտեր ինչպես պիտի ապաշխարե, Աստված 51-ը թող գարտա եւ ապաշխարության քեզի գողտե։ Եթե մեկը ուզես գիտալ ինչպես պիտի ապրի, 51-րդ Սամոսը գրնակ գարտան եւ քեզի կսորվեցնե, թե ինչպես պիտի աղոթես։ Կամ άλλο ոգի մտես է թող ինձի հաստատե։ Միայն քեզի թեմ մեղանչեցի դեսե, Աստծո թեմ, ուրիշներուն թեմ ալը, բայց Աստծո թեմ մեղանչեցի։ Ջաշտամ իմ հանցանքներս, մեղքս իմ արջևս է։ Բայց երբ որ կփրկվի, վերջավորությունս է ով դեմ շրթումներս բաց ու դրանց պիտի բատնենք ու քողությունը։ Ուրեմն փրկությունը վերջը ֆերան փալան մգա եւ Աստծո քողությունը ասել մգա։ Okay, վերջավորության համար պիտի գարտամ ես երթվեցա իմ ծառայից Թավիթին, իմ ցերկս իրեն հետ պիտի լա եւ իր փազուկը պիտի զորացնե եւ Աստծո փազուկը պիտի զորացնե անոր եւ իմ ճշմարտությունս ու իմ ողորմությունս անոր հետ պիտի լա եւ իմ անունովս անոր եղջյուրը կբարձրանա եւ ես անոր ցերկը կտնեմ ծովի վրա իսկ անոր աչքը կեդերու վրա այն ինձ պիտի կանչե դու իմ հայրս ես մենք հավիցենք դու իմ հայրս ես ով իմ Աստվածս իմ փրկությանս վեմը Եվ ես անոր անթանիլը կթարսեմ երի թակավորենը վեր։ Ես հավիդյան կպահեմ անոր հանդեպ իմ ողորմությունս եւ անոր հետ իմ ուխտս հավադանին գիտելա, Սամոս 89-ն։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, ձեր ողջերի խոսքը մեր միտքը մնա եւ գայնանք մեր թերանը փանալ եւ դերոջ քողությունը բախտեն ուրիշներուն։ Շնորհակալ եմ։ Ամեն։